Այս հավաստագրերը վկայում են, որ կրթական և զբաղվածության տարբեր կարգավիճակ ունեցող արցախցի 30 կին նոր մասնագիտություն ունի։ Հաշվապահների պատրաստման Բիվայի աջակցությամբ իրականացված անվճար ծրագիրը ցանկալի արդյունք է տվել։ Սեղմ ժամկետներում 105 ժամ դասընթացի շրջանակում պատրաստվել են աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ։ Նման ծրագրեր, ճիշտ ասած, շատ կարևոր են, որովհետև ինձ նման մարդիկ կան շատ, երևի 90%-ը այս ճգնաժամի մեջ է, հա, իրենք իրենց գտնելու, նոր աշխատանք փնտրելու, ոչ միայն գումարի հարցն այստեղ, այլ հոգեվիճակի։ Երբեք ուշ չի ինչ-որ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար, իսկ սա սկիզբն էր ինչ-որ ես էի ուզում։ Ոմանց համար հաշվապահությունն առաջին մասնագիտությունն է դարձել, ոմանք կատարելագործել են արդեն ունեցած բազային գիտելիքները։ Ծրագրի ավարտին հավաստագրեր ստացած կանայք գոհ են արդյունքից եւ վստահ աշխատաշուկայում որակավորված մասնագետ լինելու հարցում։ Կազմից ճիշտ ասած վախ ունեի, չէի իմանում որտեղ եմ գալիս, ոնց է լինելու, հետո մեծ հաճույքով ամեն օր այդ սպասում եմ, որ այդ օրը գա, որ ես կամ դասին, որտեղ վերաբերմունքը շատ լավն էր։ Ծրագիրն իրականացրել է հաշվապահության, կառավարման և բիզնեսի ոլորտում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնը։ Հետագա հետազոտություններն են ցույց տվել արդյունավետ էր։ Հետազոտության արդյունքում ստացել ենք այն, որ ծրագրի մասնակիցների 57%-ը ունի աշխատանք եւ այդ 57%-ից նրանց 43% աշխատում է մասնագիտությամբ։ Իհարկե դա բավականին պատասխանատու եւ դժվար process է։ Սա այն խումբն է թիրախային կանայք եւ գործազուրկ կանայք, որոնք որ իրենք ի վիճակի չեն հոգալու իրենց կրթական ծախսերը։ Եվ այս առումով շատ կարեւոր էր, որ Viva-ի նման մի գործընկեր ունենք, որը կանգնեց մեր թիկունքին եւ աջակցեց այս ծրագրը իրականացնելու համար։ Ծրագիրը թույլ է տվել լուծել մշտական եկամտի աղբյուր ունենալու, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը։ Աննա Գրիգորյան, այսօր։